Աստված օրհնի բոլորից, սիրելիներս կարող եք նստել Տիրոջ քաղցր ներկայության մեջ, իսկապես Աստծո ներկայությունը այստեղ է։ Աստված օրհնի նաև մեզ համացանցով դիտողներին, Աստծո օրհնությունը, պաշտպանությունը միշտ ձեր հետ լինի, ամեն ժամանակ։ Շնորհակալություն Աստծուն այսօրվա համար, այս հրաշալի օրվա համար, ձեր համար, սիրելի եկեղեցի, ձեզ համով թարմ խոսք եմ բերել երկնքից։ Հենց ձեր համար, սիրելիներս, Աստված օրհնի բոլորիդ։ Գիտես, դու այնքան կարևոր ես Տիրոջ տան մեջ, այնքան կարևոր ես, դու դա չես պատկերացնում։ Մենք երբեմն գալով եկեղեցի չենք պատկերացնում, մենք ուր ենք գնում, ինչի համար ենք գնում։ Այնքան լինում է, որ մենք գալիս ենք մեր խնդիրներով, մեր հոգսերով, հոգնած, տանջված, կարելի այսպես իներցիայով գալիս ենք ուղղակի, որ հասնենք եկեղեցի։ Բայց գիտես, այնքան կարևոր ես կարդա Աստծո խոսքը, կիմանաս ինչքան կարևոր ես Աստծո համար, ինչքան Աստված սիրում է քեզ, կարդա երկրոցը, կիմանաս Աստված ինչքան սիրում է իր հարսին, Աստված սպասում է, որ իր տան մեջ եկեղեցին իր հարսն է, ու դու այդ հարսի այդ մարմնի ամեն մեկդ մի մասն եք, ու Աստված ամեն օր սպասում է, որ այդ մարդիկ կավելանան, փրկվածները կավելանան, սիրելիս, որ ինքը գա, խոստացել է, պիտի գա հարսին տանելու։ Բայց գիտեք, այնքան հրաշալի էր, երբ որ ես կարդացի ու բացվեց խոսքը, հասկացա մեծությունը, սիրո մեծությունը։ Գիտեք, մենք միշտ գիտենք, որ Աստված սեր է, Աստված սիրում է, մենք շատ ենք լսել։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, չէ՞, Հովհաննես 3:16-ում է գրված։ Գիտես, գիտենք, որ Աստված սիրով հաղթեց, բայց երբ որ կարդացի երկրոցը, գիտես ամեն անգամ դու կարդում ես, բայց լինում է, որ կարդում ես, անցնում ես։ Ես հասկացա նրա սերը իր հարսի, իր եկեղեցու նկատմամբ։ Երբ որ դու իր պատվիրանների մեջ ես, երբ որ դու իր ճանապարհի ու շավիղների մեջ ես, ես կկարդամ, թե ինքը որտեղ է քո հետ, որտեղ է գտնվում։ Ինքը ամեն ժամանակ է մեր հետ։ Ուր գնում ես, քո օրհնությունով ուրախանում ես, որտեղ քայլում ես, ինքը քո հետ ուրախանում է։ Տեսեք ինչ է ասում քեզ, ինձ ու քեզ։ Երկերկոց 7-րդ գլխի 10-րդ խոսքից։ Երկերկոցը ասեմ, որ սա փոխհարաբերություն է մարդու եւ Աստծո անկոտրում, անսահման սիրո մասին է գրված։ Անխափան սիրո մասին է գրված։ Ու տեսեք ոնց է դիմում Աստված իր հարսին։ Ես իմ սիրեկանինն եմ եւ նա էլ ինձ է ցանկանում։ Արի սիրեկանս, դուրս գնանք դաշտը, օթվանենք գյուղերումը, առավոտ կանուխ այգիները գնանք, տեսնենք թե որդը ծլել է, կոկոնը ծաղկել են նռնենիները, այնտեղ սերս քեզ եմ տալու։ Մանրագորները հոտ են բուրում եւ մեր դռներում կան ամեն պատվական պտուղները, թե նոր, թե հին, ով իմ սիրեկան, քեզ եմ պահել։ Երբ որ դու Աստծունն ես, Աստված քոնն է։ Ու ասում է, արի առավոտ, գնանք գյուղերը, դաշտեր ինչի են գնում, պտուղները հավաքելու։ Երբ որ դու իր հետ ես, ինքը ամեն ժամանակ քո հետ է, քայլում է քեզ հետ, քո օրհնությունների մեջ նա է գտնվում։ Եվ ասում է, արի գնանք, ես էլ քո հետ ուրախանամ։ Տեսնենք, դաշտերը ծաղկել են, կոկոնը տվել է։ Եվ գիտես ինչն է հետաքրքիր։ Ամեն պատվական պտուղներ, թե նոր թե հին, ամեն պատվական պտուղներ մենք ստանում ենք Աստծո խոսքից, թե նոր թե հին, կտակարաններից, խոսքն է, որ մեզ կերակրում է, մեզ սովորացնում է, մեզ բարձրացնում է, մեզ բացում է, ու մենք քայլում ենք դրա մեջ ու հանդիպում ենք ունենում Աստծո հետ։ Եվ ասում է, ով իմ սիրեկան, քեզ համար եմ պահել։ Միթե սա հրաշալի չի։ Աստված անսահման սիրում է քեզ։ Ու Աստծո փափագն է, որ դու լինես Տիրոջ տան մեջ։ Սիրելիս, այսօր մի հատուկ ուղերձով ասելու եմ քեզ. Տիրոջ տնից ոտքերդ չկտրես։ Սա եւս երկրպագության մի մաս է, որ դու դրանով երկրպագում ես քո Աստծուն։ Գիտեք, այսօրվա խոսքը ես վերնագրել եմ այսպես. ճշմարիտ երկրպագուներ։
ովքեր են այդ ճշմարիտ երկրպագուները։ Գիտես, փառաբանողները շատ են, բայց ովքեր են այդ ճշմարիտ երկրպագուները։ Մենք այսօր հետաքրքիր ժամանակ ենք ունենալու։ Գիտեք, ու մինչև կանցնեմ այդ տեղը, նույն երկերկոցի մեջ հաջորդ քայլը մենք ճշմարիտ երկրպագուներ ենք։ Հիմա այսպես պատկերացրեք, մտնում ենք երկրպագության մեջ։ Տեսեք ինչ է ասում, 8-րդ գլուխ երկերկոց, 6-րդ խոսքը։ Ինձ կնիքի պես դիր սրտիդ վրա, կնիքի պես քո բազուքի վրա, որովհետև մահվան պես զորավոր է սերը, Աստծո սերը, ես ու դու Աստծո երկրպագուներ ենք։ Ու տեսեք ինչ ասում, ասում է կնիկ, դաջվածք, ինձ դաջիր քո սրտիդ մեջ, հալավ սրտիդ մեջ դաջեցիր, բա ինչի ասում, դաջիր բազուկիդ վրա, ինչի ասում դաջիր բազուկիդ վրա, երբ որ կարդում ես Աստվածաշունչը, ասում է, չէ, հավատում եմ ասում, ասում է, լավ ես անում հավատում ես, դևերն էլ են հավատում, հավատն առանց գործերի մեռած է, դու հավատում ես, լավ ես անում, գործեր պիտի ունենաս, երբ որ դու բարի գործեր ես անում, դու ոնց ես անում, ձեռքերով ես չէ անում, քո ամեն բարի գործերը, երբ որ մարդիկ տեսնում են Քրիստոսին դաջված քո ձեռքերին, որ դու Աստծո երկրպագուն ես, հավատքը մեր առանց գործերի մեռած է։ Ու գիտես հաջորդ բանը, միշտ հիշիր, երկրպագող մարդը ինքը պիտի Աստծուն իր սրտի մեջ ունենա ու իր ձեռքերի վրա։ Լավ եմ անում հավատում եմ, բա ուր է գործերը, չէ՞։ Մի քիչ առաջ զոհաբերություն էր խոսվում։ Բարի գործեր։ Մարդը կարա իր գործերով լիքը լավ գործեր անի ու չար գործեր անի։ Ու դրանով էլ երևում է մենք Աստծուն ենք, թե Աստծունը չենք։ Գիտեք, Աստվածաշունչը բազմիցս անգամ խոսում է, որ մեր Աստված ինքը նախանձոտ Աստված է։ Ու այստեղ հենց երկերկոցի մեջ ինքը նկարագրում է իր սերը ու իր նախանձը։ Ու ասում է, որ մավան պես զորավոր է սերը։ Ինքը քեզ ասում է, արի իմ սիրեկան։ Եվ ասում է, դժոխքի պես ամուր է նախանձը, ասում է, ես նախանձոտ Աստված եմ, ինձնից զատ ոչ մի բանի չպաշտես, ոչ մեկին չպաշտես, ու ասում է, ով որ իրա երեխային, ամուսնուն, կնոջը, ծնողին ինձանից շատ սիրի, իմ հետ բաժին չունի, ահա թե ինչպիսի Աստված է մեր Աստված, սիրելիս, երկրպագության մեջ կա գաղտնիք, երբ որ դու Աստծո հետ ես, այն որ ասում Աստվածաշունչը արթուն զարթուն եղի, չէ, էսի հենց այդ երկրպագությունն է, որ դու Աստծո հետ երկրպագության մեջ ես։ Գիտես, դու երկրպագությունը մի պատկերացրա, գնամ եկեղեցի, լավ ես անում, եկեղեցի գալիս ես, ձեռքերդ վերև հանես կամ ծնկներիդ վրա իջնես, սա չի միայն երկրպագությունը։ Երկրպագությունը նա է, որ մարդը ապրում է Աստծո կամքի պես, մեղքից հեռու։ Գիտես, մի բան ասեմ, այսօր պիտի մենք տարբերենք փառաբանությունը եւ երկրպագությունը։ Երկուսը իրար կապված են իրար հետ, մեկը առանց մյուսի չի կարող լինել։ Գիտես, բայց երկրպագողները այսօր քիչ են։ Ես երբ որ խոսում ես մարդկանց հետ, բոլորը Աստծուն սիրում են, չէ՞։ Մի հատ է խոսք ասում եմ, մեռնեմ Աստծո զորությանը։ Իմ Աստված, գիտես, ոչ ոք չկա, որ Աստծուն չսիրի, բոլորը սիրում են, բայց բոլորը չեն երկրպագում Աստծուն։ Այդ սիրահարված վիճակն է փառաբանությունը, երբ որ դու ասում ես, այո, ամեն Տեր, գովում ես, գովերգում ես, բայց երկրպագությունը դա միաձուլում է, երբ որ դու ձուլվում ես նրա հետ, եւ քեզանից պտուղներ է դուրս գալիս, եւ քեզանից յուղ է դուրս գալիս։ Երկրպագող մարդը ինքը զորավոր մարդ է։ Երկրպագող մարդը, երբ որ դու խոսում ես իր հետ, դու տեսնում ես, որ ինքը Աստծուն երկրպագում է։ Երևում է նրա օծությունից, նրա խոսքերից, նրա վերաբերմունքից, նրա կարգից ու վարքից։ Աստծուն երկրպագողները մենք պիտի այդպիսին լինենք։ Ու Տերը ուրախանալու է մեր վրա, որ մեր սրտին ինքն է դաջված, ոչ թե մեր երեխեն, ոչ թե մեր ունեցվածքը, ոչ թե ինչ որ մեկը, ոչ Աստված։
Դաջիր, այսօր մարդիկ շատ բաներ են դաջում, չէ՞, իրանց մարմինների վրա, շատ սխալ բաներ են անում, մի արեք այտենց բաներ։ Աստված ձեզ շատ սիրում է, շատ անսահման սիրով ձեզ սիրում է Աստված, սիրելիներս։ Լավ ես անում, փառաբանում ես, մտիր երկրպագության կյանք, գաղտնիք կա այդտեղ։ Այդտեղ այնպիսի գաղտնիք կա, որ Աստված քեզ բացում է իր անսահման սերը, խորհուրդները, խաղաղությունը։ Գիտես, հիմա կասես, այս վերջերս մի քաղաքում էինք, երկու քույրերի հետ զրույց ունեցա, իրանք ինձ հարցեր էին տալիս։ Գիտեք, եւ հարց են տալիս, եւ միևնույն ժամանակ վախով։ Գիտեք, ինչ վախ կա իրանց մեջ, ասում են ներկայացնում է այսպես, որ խոսա, բայց մենք չենք ուզում ձեզ նմանվենք, ձեր նման հավատացյալ լինենք, խորանանք։ Գիտես, ինքը պատկերացնում էին իրանք, որ մենք երբ որ Աստծուն երկրպագում ենք, Աստծո հետ ապրում ենք, մենք կտրված ենք աշխարհից։ Ոչ մի բան 24 ժամ գիշեր ցերեկ մենք Աստծո հետ ենք, այո, մենք Աստծո հետ ենք ու Աստված դաջված է մեր մեջ։ Անբաժան չի մեզանից։ Գիտեք, վախը այսօր շատ երիտասարդների ինչն է։ Երբ որ դառնա հավատացյալ, ինքը կկտրվի ամեն ինչից։ Գիտես, երբ որ դու դառնում ես հավատացյալ երկրպագող Աստծուն, դու մեղքերից ես միայն կտրվում։ Աստված քեզ մեղքերից անջատում է, դու դառնում ես, այն որ երազում ես, չէ՞, մարմինը թեթև, հանգիստ, առողջ, դու այդպես մարդ ես դառնում ու վախերից հեռու։ Վախերից ամենակարևորը։ Այսօր մարդիկ սարսափելի վախերով են լցված։ Գիշերը քուն չունեն։ Սատանան ինչ տեսակի, ինչ հիմար մտքերով բռնել է մարդկանց, խաբել է, տանջում է, մինչև որ իր ուզածը անի։ Բայց այսօր ես ու դու այդ սիրո, այդ խաչի զորությունով, այդ այրան զորությունով ազատ ենք։ Մենք պիտի երկրպագենք մեր Աստծուն, չէ՞։ Փառք Տիրոջը, սիրելիներս։ Գիտեք, Ելիցի մեջ պատվիրանները, Ելից 23:7-ից կկարտամ, երբ որ Աստված գրում էր պատվիրանները։ Տեսեք, առաջի բանը, գիտեք, հիմա մի նոր ընթացքով է ինձի բացվում, չգիտեմ, ես նոր ուրախությամբ ու նոր ընկալումով եմ հասկանում խոսքը։ Այն ռուսերեն բառ կա, չէ՞, «Я в восторге»։ Հիմա ես ամեն օր դրա մեջ եմ։ Տեսեք, ասում է, բացի Ելից 23:7-ը, բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս։ Շատ տեղերում ասա գրված։ Քեզ համար կուրկ չշինես, ոչ վերը երկնքում կամ ցածը երկրի վրա, կամ երկրի տակի ջրերում եղած բաների մեկի նմանությունով։ Նրանց երկրպագություն չանես, նրանց չպաշտես, որովհետև ես քո Եհովա Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրենությունը որդիների վրա, մինչև նրանց 3-րդ, 4-րդ ազգը, որ ատում է ինձ։ Եվ կողորմեմ նրանց մինչև 1000 ազգը, որ սիրում են ինձ, եւ իմ պատվիրանքները պահում են։ Քո Աստծո անունը դատարկ տեղը չհիշես, որովհետև Եհովան իր անունը դատարկ տեղը հիշողին անպատիժ չի թողնի։ Գիտեք, Եհովան մենք գիտենք, որ մեր հայր Աստծո անուններից մեկն է, մեր Աստվածն է։ Կարիք չկա ասելու, որ վերցրել են, շեղել են, չէ, շեղվածները։ Ու այսօր շատերը հենց այդ անունից խուսափում են, սիրելիս չխուսափեք։ Մենք պետք է հնչեցնենք, որ դա մեր, այո, Աստծո անունն է, ու մեր Աստված ինքը նախանձոտ Աստված է։ Տեսեք, ասում է երկրպագություն չանես երկրի վրա, ջրերի տակ, չէ, այսօր ինչ են անում, աստղագուշակություն գոյություն ունի, աստղերի են, չէ, համատեղություններ, հիմար բաներ, մարդկանց գլուխը լցնում են։ Զգուշ մնացեք, գիտեք ինչ ասում։ Ասում է ես նախանձոտ Աստված եմ, կհատուցանեմ ձեր հայրերի անօրենությունը, որ մեր հայրերը նման սխալ բաների մեջ են գնացել, որդիների վրա, այսինքն հասկանում ես, որ իմ ու քո արած սխալը գնում է մեր սերունդի վրա։ Այսօր ես խոսում եմ օրհնություն, խոսում եմ Հիսուս Քրիստոս, ավետարանում եմ Տիրոջ խոսքը, օրհնում եմ, այդ օրհնությունը գնալու է իմ սերունդների վրա։ Ես այսօր պաշտում եմ Աստծուն, այդ պաշտամունքը գնալու է իմ սերունդների վրա, Հիսուսի անունով։
Ու այստեղ հենց Աստված այդպես ասում է մինչև նրանց 3-րդ, 4-րդ ազգը այդքան գնալու է սիրելիս։ Եվ կողորմեմ նրանց մինչև 1000 ազգը։ Պատկերացնում ես, այսօր դու որ երկրպագության մեջ ես, որ դու կուրկեր չունես, դու Աստծուն ես երկրպագում, քո 1000 ազգը օրհնված է լինելու։ Ո՞վ է ուզում այդպես ապրի։ Փառք Տիրոջը։ Եվ ասում է, գիտեք, այստեղն էլ է շատ հետաքրքիր։ Ասում է, քո Աստծո անունը դատարկ տեղը բերանը չառնես։ Դատարկ տեղը, հա, ես հավատացյալ եմ, սիրում եմ Հիսուսին, բայց իմ գործերից չի երևում, որ ես սիրում եմ Հիսուսին։ Երկրպագիր Աստծուն, քո գործերով, քո պահվածքով, քո խոսքերով, սիրելիս, դա այն չի, որ ծնկեցիր, բոլորը տեսան, դա երկրպագություն չի։ Մտիր սենյակդ, դրա համար էլ է խոսք ասում, մտիր սենյակը ծածուկ քո աղոթք արա, երկրպագիր։ Երկրպագությունը դա խնդրվածք չի, Տեր, տուր ինձ, ինչ մեծ ես, ինչ հրաշալի ես, չկա մեկը քո նման, դու անսահման սեր ես, դու իմ ամենն ես, սա երկրպագություն է սիրելիս։ Սա ինչի որ մենակ մենք գնում ենք հրաշագործի հետևից, մենք հրաշքների, դա մեր հետևից, ինչպես Հովիվ ասում է, գալու են մեր հետևից։ Ու այսօր շատերը ցավոք հրաշք առնելով թողնում ու գնում են։ Ցավոք սրտի։ Գիտես, Հիսուսը երբ որ հանդիպեց Հովանեսի մեջ գրված Սամարացի կնոջը, խոսում էր իր հետ։ Ու այդ կինը ասեց. մեր հայրերը այս ինչ սարում երկրպագեցին, երկրպագություն արին Աստծուն։ Ու Հիսուսի պատասխանը Հովանես 4:23-24-ում։ Բայց ժամանակ կգա եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտությունով կերկրպագեն հորը, որովհետեւ հայրն էլ այսպես է ուզում իր երկրպագողներին։ Աստված հոգի է, նրա երկրպագողները պետք է հոգով ճշմարտությունով երկրպագեն։ Սիրելիս, երկրպագությունը դա միայն եկեղեցու մեջ չի, դա միայն մոմերի մեջ չի, գնամ 66 հատ մոմ վառեմ, որ ես Աստծուն սիրում եմ։ Չէ, մոմը ուզում ես վառի, բայց դա երկրպագություն չի։ Երկրպագությունը պիտի ապրի մեր մեջ։ Գիտես, Հիսուս Քրիստոս այստեղ պատասխանում է, որ ասում է, հիմա է ժամանակը, հիմա ու եկել է այդ ժամանակը, որ ճշմարիտ երկրպագողները հորը կերկրպագեն Աստծուն հոգով եւ ճշմարտությունով։ Ու ասում է, Աստված այդպիսի երկրպագողներ է ուզում։ Աստված այդպիսին է ուզում, սիրելիս, ծածուկ, որ դու քո ծածուկում Տիրոջը երկրպագես։ Ու գիտես, սրա մեջ շատ մեծ խորհուրդ կա։ Երբ որ մարդը ապրում է երկրպագության մեջ, ինքը պաշտպանված է։ Ինքը պաշտպանված է, սիրելիս։ Դու չես քայլում ուղակի, դու միշտ այդ ծածկոցի տակ ես։ Դու իր իշխանության ու տիրապետության տակ ես, ասա ինչու՞։ Որովհետև դու իր կամքի մեջ ես։ Գիտեք, Հիսուսը Պետրոսին հարց տվեց 3 անգամ։ Ասավ, սիրում ես ինձ։ Ինչա ձեր կարծիքով բավական չէր 1 անգամ ասելը։ Ասեց, այո, Տեր, սիրում եմ։ Նորից սիրում ես ինձ։ Այո, Տեր, սիրում ես ինձ։ Ասավ, Տեր, դու գիտես, որ սիրում եմ։ Ասավ, դե արածացրու իմ գառներին։ Այսօր սիրելը շատ քիչ է։ Արածացրու իմ գառներին, մտիր իմ կամքիս մեջ, բարի, հաճելի, կատարյալ։ Դժվար է մտնելը։ Մտիշ Տիրոջ կամքի մեջ։ Ով չի ուզում մտնի բարի, հաճելի, կատարյալ կամքի մեջ։ Այսօր փնտրում ենք, ամեն բան ուզում ենք մեր շուրջը լինի բարի, հաճելի, կատարյալ։ Աշխատում ենք, ամեն ինչ անում ենք, ստեղծում ենք, որ խաղաղություն տերի, որ բարիություն տերի, չէ, մտի Տիրոջ կամքի մեջ։ Սիրելիս, եկել է ժամանակը։ Հիշիր առաջի բանը, որ Աստված քեզ շատ է սիրում։ Ու ինքը ուզում է քեզ տեսնի ստեղ։ Երկերկոցի մեջ ինքը քո համար էր ասում. Արի իմ սիրեկանս, գնանք պարտեզը։ Փառք մեր Տիրոջը։ Երկրպագության մեջ կա
Գիտես, կարողա դու այդ պահին ցուցադրական ոչ մի բան չկա։ Դու կարող այդ պահին ոչ էլ աղոթք ես անում, ոչ էլ ձևական ինչ-որ, բայց քո ներսում երկրպագություն ա գնում։ Դու ուրախ քո համար գնում ես խանութ, շատ ուրախ ես։ Քո մեջը արդեն երկրպագություն ա, տրտունջ չկա։ Մենք էլ չասենք, որ այդ տրտունջի պատճառով, երբ որ Եգիպտոսից Տերը ժողովրդին հանեց, ինչքան կոտորվեցին։ Աշխատիր քո վրա։ Ես ամեն օր իմ վրա աշխատում եմ, որ ես փոխվեմ, որ ավելի ինձի Տերը բացի, ես ավելի շատ Տիրոջ խաղաղությունը վայելեմ, որովհետև խաղաղությունը ոչ մի բանի հետ չես փոխի։ Ու այդ խաղաղությունը քեզ աշխարհը չի տալու, մի սպասի։ Այդ խաղաղությունը դու ես տալու մարդկանց։ Քո մեջ տեսնելով Քրիստոսին պիտի խաղաղվեն։ Սաղմոսների մեջ շատ անգամ Դավիթը խոսում է երկրպագության մասին, շատ տեղեր ա գրված։ Գիտեք, այնտեղ անգամ ասում է Սաղմոսների մեջ, որ ասում է ամեն իշխանավորները, թագավորները, ամեն ազգերը թող երկրպագեն Աստծուն։ Ու ասում է նաև, որ Սաղմոս 29:2-ում ասում է սրբության զարդարանքով երկրպագեք Աստծուն։ Այսպիսի երկրպագությունը ընդունելի է, սիրելիներս, որ դու սրբության զարդարանքով դու զարդարված կանգնում ես Աստծո առաջ, որտեղ սրբություն կա, Աստված այնտեղ գալու է, այնտեղ այցելելու է։ Սիրելիս, մեր Աստված շատ զորավոր Աստված է։ Տեսեք, մի տեղ կարդամ Սաղմոսների մեջ, ասում է Սաղմոս 95:6-11-ում. Եկեք, երկրպագություն անենք, երեսի վրա ընկնենք, ծունկ դնենք մեզ ստեղծող Տիրոջ առաջին, որովհետև նա է մեր Աստվածը, եւ մենք նրա արոտի ժողովուրդը, նրա ձեռքի ոչխարներն ենք։ Այսօր, եթե նրա ձայնը լսեք, մի պնդացնեք ձեր սրտերը, ինչպես Մերաբիայումը, ինչպես փորձության օրումը անապատի մեջ, որ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ, թեև իմ գործերը տեսան։ 40 տարի զզվեցա այդ ազգից եւ ասացի նրանք. այսպիսի ժողովուրդ են, որ մոլորված են սրտով, նրանք չեն ճանաչում իմ ճանապարհները, որ երթում արի իմ բարկությունումը, թե նրանք չեն մտնիլ իմ հանգիստը։ Բայց այսօր մեր նպատակը, որ մենք մտնենք Տիրոջ հանգիստը։ Մեր նպատակը միայն, ասում է, ամենախեղճից էլ խեղճը նա, ով ապրում է միայն այս կյանքի հույսով։ Այսօր իմ ու քո նպատակը ժառանգենք երկնային հանգիստը, որ Տերը պատրաստել է իրան սիրողների համար, քո համար, հենց քո համար։ Այսօր մեր նպատակն է, որ մենք գնանք, ճիշտ վազենք, ինչպես Պողոսն է ասում, որ այդ մրցանակը վերցնենք, հասնենք մեր նպատակակետին, ոչ թե ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան մեր ոտքից հետ քաշի, ինչ-որ մի խնդիր, ոչ, եթե դու երկրպագության մեջ ես, դու անցնելու ես այդ խնդիրները, քեզանից անկախ, սիրելիս, սա իմ կյանքի վկայությունն է, ես ամեն դժվարություններ անցնում եմ Քրիստոսով, ու զարմանալով զարմանում եմ, անգամ իմ ուղեղով չեմ ուզում պատկերացնել, եթե Աստված ձեռքը չերկարացներ, ինչ կլիներ։ Երբ որ պատկերացնում ես, սարսափելի է, չես ուզում պատկերացնես։ Դու մի կարծեք, որ մենք չենք անցնում դժվարություններ, այն էլ ինչպիսի դժվարություններ։ Ու էլ չեմ ասի, որ ասում է, սատանայի նպատակն է, հովիվին խփեմ, հոտը ցրեմ։ Բայց գիտեք, Աստված այնքան մեծ է, այնքան զորավոր է, մենք անցնում ենք Աստծո հետ։ Գիտես, ոչ թե որ մենք այդքան լավն ենք, ոչ թե մեր մոտ ոչ մի ծուռ բան չկա, սրտիս մեջ ինքն է, այ դրա համար, ոչ թե որ մենք անթերի ենք, ոչ, արի ասեմ ինչքան թերություններ ունենք, բայց կարևորը, Աստված սիրում է մեզ։ Երբ որ դու իր սիրո մեջ ես, դու էլ իրան ես սիրում, ժամանակին, քիչ-քիչ, այդ թերի տեղերդ, ասում է, երկսայրի սուրա, կարդում ես, կտրտում է, հանում է։ Մի անգամից ոչ մի բան չի լինում, հավատքը մի անգամից չի ավելանում, սիրելիս։ Դա տարիների, դա
ժամանակ է պետք, որ հետսետե մաքրվես, բարձրանաս Տիրոջ մեջ։ Երկրպագությունը դա նվիրում է, դա Տիրոջ հետ ապրելն է, սիրելիներս, դա ընծայումն է, որ դու քեզ ընծայում ես ու Տերը ասում է, արի իմ սիրեկանս, արի ես քո հետ եմ, քո ամեն տեղ, քո օրհնությունների մեջ, քո դժվարությունների մեջ, որովհետև դու ինձ ես պատկանում, դու ինձ ես պաշտում։ Գիտես, ժամանակն է, որ ընտանիքների մեջ թողնենք այն անսահման սերը մեր երեխեքի նկատմամբ։ Այդ երեխեքը Աստված է տվել մեզ։ Գիտես, պետք է շատ զգուշ լինենք։ Մենք բոլորս սիրում ենք, մեզանից ծնված են այդ երեխեքը, բայց կա մի բարիեր, որ դու պետք է դա ճիշտ պահես։ Քո Աստծո, քո երեխուդ, քո ամուսնուդ, քո կնոջ, քո հարազատի, քո ծնողի մեջ պետք է Քրիստոս լինի։ Որովհետև ինչու՞։ Ասում է, ես նախանձոտ Աստված եմ։ Ինձանից շատ երեխուդ չսիրես։ Գիտես, ինչ է լինում գաղտնիքը, երբ որ դու երկրպագում ես Աստծուն։ Նորից եմ ասում, Աստծո երկրպագողների կյանքը շատ հետաքրքիր կյանք է, շատ ուրախությամբ լցված կյանք է, շատ ճիշտ կողմորոշությամբ լցված կյանք է։ Ինչպես ինձ այդ երկու աղջիկներն էին հարցնում վախեցած, բայց դուք ուրախանում եք, դուք ինչ որ առիթներ անում եք, հա, ասում ենք ամեն ինչ մեջ կանք բացի մեղքի։ Իրանք մեծ ուշադրությամբ լսեցին ու հասկացան, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Առակաց 4:8-10 Դու նրան մեծարիր, նա էլ քեզ կբարձրացնե, նա քեզ կպատվե, երբ որ նրան գրկես, նա քեզ գեղեցիկ պսակ կտա քո գլխի համար և փառքի թագ կպարգևե քեզ։ Լսիր որդյակս, ընդունիր իմ խոսքերը և կշատանա քո կյանքի տարիները։ Ահա թե ինչ է երկրպագությունը, երբ որ դու նրան մեծարես, միայն նրան, ուրիշ ոչ մի բան, նա էլ քեզ կբարձրացնե։ Այսօր շատերս ուզում ենք բարձրացված երևանք, թե եկեղեցում, թե մեր հասարակության մեջ, չէ, ուզում ենք, մարդ ենք, մենք ուզում ենք ինչ-որ չափ երևանք, չէ, Աստծուն մեծարիր, ինքն էլ քեզ մեծացնի։ Ասում է, նա քեզ գեղեցիկ պսակ կտա, քո գեղեցիկ պսակը պատրաստվում է երկնքում, քո գլխի համար, փառքի թագ կպար, լսիր որդյակս իմ խոսքերը կկշտանան քո կյանքի տարիները։ Գիտես, շատ մեծահասակներ ապրել են կյանք ու չեն կշտանում այդ կյանքից։ Ես զարմանում եմ, ասում եմ, հա լավ, այս տարիքում չեն կշտանում կյանքից։ Երբ որ Աստծո հետ ես ապրում, ամեն ինչից կշտացած ես լինում, հագեցած ես լինում, լցված ես լինում, այս սենց առատություն է քո մեջ, քո այն փոքր գումարներ այնքան օրհնված է լինում, այնքան համով հոտով է ծախսվում, որ այն այսքան ունեցողը մոլորվածը չգիտի ինչ պետք է անի, ոնց պետք է ծախսի, գիշերներ չի քնում։ Թողեք ձեր կյանքը Աստված դասավորի։ Կյանքի տորերն կշտացած կապրես։ Երանի չես ասես, երանի այս բանը իմ համար լիներ։ Երանի ամեն օր Տիրոջը մի աստիճան էլ մոտենանք։ Ամեն մեկիդ համար, ոնց ամեն մեկս յուրովին յուրահատուկ, տարբեր դեմքերով, բնավորություններով, այդ այնց է մեր օրհնություններն է տարբեր։ Այդ այնց է Աստծո մոտեցումը տարբեր է ամեն մեկին։ Մի պատկերացրա, որ Աստված մենակ ինձ է մոտենում, քեզ էլ է մոտենում։ Ասում եմ, մեծարիր, ես էլ կմեծարեմ, կբարձրացնեմ քեզ, կկշտացնեմ կյանքի տորերը։ Բայց գիտես, եթե դու ապրում ես ու չես կշտանում, հələ այդ աշխարհի ցանկությունները, առիթները, քո երկրպագության օրը, որ Աստծո խոսքը ասում է, 6 օր աշխատի 7-րդ օրը, իմն է, ինքը նախանձոտ Աստված է, դու փոխում ես ուրիշ բանի, գնում ես ուրիշ ուղղությամբ, մի արա դա։ Ինքը քեզ տեղ սպասում է։ Ու ասում է, արի իմ սիրեկանս, հիշիր այդ խոսքը։ Փառք Հիսուս Քրիստոսին, ամբողջ փառքը Աստծունն է, սիրելիներս։
Մեր ամեն ինչը պիտի Տիրոջը երկրպագի։ Ամեն բանը պիտի երկրպագի։ Մեր տունը պիտի Աստծուն երկրպագի։ Երբ որ քո տուն մեկը մտնի, ինքը պիտի զգա այդ հոտը։ Այդ երկրպագության, այդ խաղաղությունը քո տան մեջ, որ այստեղ Քրիստոս է բնակվում։ Եկեք փոխվենք։ Մենք ապրում ենք նպատակով, մենք ապրում ենք, որ հասնենք երկինք։ Ու Տերը սպասում է մեզ։ Սպասում է, երբ է իմ երեխեն փոխվելու, երբ են դարձի գալու, ինքը խոստում է տվել, գալու է ամպերով։ Եվ ասում է, ամեն աչք պիտի տեսնի, մեռելները պիտի հարություն առնեն, ամեն աչք պիտի տեսնի Քրիստոսի վերադառնալը, գալուստը։ Ու դա գրված է։ Ասում է, ժամերի ժամանակների համար ձեզ բան չունեմ ասելու գրելու, ձեր գործը չի։ Ու այնքան լավ է, որ Աստված մարդու ձեռ չի տվել ժամերն ու ժամանակները։ Ասում է, երբ որ կտեսնեք պատերազմներ, ազգազգի դեմ, սով, համաճարակ։ Այսօր ո՞րն է այդ համաճարակը։ Քաղցկեղը։ Համաճարակ, սովեր, երիտասարդ մահեր։ Ասում է, գալուստը մոտ է։ Գիտես, մենք ինչպես մեր հովիվ գորն ասում, մենք ամեն մի օրը պիտի ապրենք վերջի օրվա պես։ Այսօր դու պիտի մաքուր ապրես, որովհետև դու չգիտես մի ժամ հետո, կարևորը գիտես որն է, որ ես ու դու նրա կամքի մեջ ենք, նրա ծածկոցի տակ ենք։ Հիմա Տերը երբ կցանկանա, բայց Տերը չի վերցնելու, որովհետև մեր եկեղեցին դեռ լիքը գործ ունի անելու։ Լիքը գործ ունես անելու այսօր դու Տիրոջ տան մեջ, որովհետև դու ունես Քրիստոսին եւ սրտիդ դաջված եւ ձեռքիդ դաջված։ Ու այստեղի ամեն խնդիրները քոնն է սիրելիս։ Միայն իմը չի, քոնն էլ այդի։ Եթե ուզում ես տեսնել Քրիստոսի ուժը, զորությունը, փայլը այս տան մեջ, մասնակից եղել Տիրոջ գործի մեջ։ Ամեն մեկիդ գալը, միաբանվելը, որովհետև խոսք ասում է, միաբանության մեջ զորություն կա։ Մենք սա դեռ չենք էլ հասկանում։ Մենք, որ երբ որ տուն ենք գնում, մենք չենք էլ հասկանում, ինչ օրհնություն, օծություն վերցրած։ Չէ՞ որ ասում է, հավատքը մենք աչքերով չենք տեսնում։ Չերևացող բաների հաստատությունն է։ Մենք չենք էլ տեսնում ինչ տարանք մեր հետ։ Մեր ամբողջ շաբաթվա օրհնությունը վերցրինք գնացինք։ Չփոխես քո 7-րդ օրը ոչ մի գործի հետ։ Քեզ Աստծո խոսքը ասում է, հարստանալու համար ուժ տվողն է ինքը։ Օրհնելու է քո ձեռքերը ամբողջ մնացած 6 օրվա ընթացքում։ Չշարժես, ոչ մի բան չփոխես։ Աստծուն տուր, ինքը նախանձոտ Աստված է սիրելիս։ Եվ վերջի տեղը կկարդամ։ Մեր նպատակի համար, ինչի համար ենք հավաքվում, ուր ենք մենք գնում։ Գիտես, միգուցե շատերը ասեն, հայ ինչ եկեղեցի ա որ, ինչ եք անում, հավաքվում եք, ով ա ձեզ թույլ տվել, ինչ եք անում։ Մի բառ ասա եկ ու տես։ Ավելնորդ ոչ մի բառ չհանես բերանիցդ։ Եկ ու տես։ Դավիթն ասում է, ճաշակեցեք ու տեսեք, ճաշակողը կտեսնի, սիրելիս, կտեսնի Տիրոջ քաղցրությունը ու չի հեռանա երբեք, ոչ մի բանի հետ չի փոխի։ Իրանց է կարելի է հասկանալ, գիտես, չեն տեսել, չեն լսել, չեն պատկերացնում, հավաքվում են այնտեղ ինչ են անում, երկում են, հետո ինչ։ Տիրոջ կամքի մեջ ենք, Տիրոջն ենք երկրպագում։ Մենք չունենք ուրիշ ոչ մեկը, չունենք։ Նրանից է ամեն բան նրանից է, նրանով և դեպի նա։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխ 22-24 խոսքը։ Ամեն կերպ, ասա ամեն կերպ, չար բանից հեռու կացեք։ Եվ ինքը խաղաղության Աստվածը ձեզ սուրբ անե բոլորովին։ Եվ ձեր բոլոր հոգին և շունչը և մարմինը անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը։
Հավատարիմ է նա, որ կանչեց ձեզ, որ կանի էլ։ Աստծո անունը փառավորվի թող, սիրելիներս։ Փառք Տիրոջը։ Եկեք մի երգ վերցնենք, կանգնենք, երկրպագենք։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Երկրպագենք Տերերի Տիրոջը, սիրելիներս, նա արժանի է։ Հալելույա։ Դու արժանի ես, որ մենք քեզ երկրպագենք ամեն օր դու մեր սրտի մեջ ես, մեր սերն ես, մենք քեզ ամեն օր սպասում ենք, արի սիրելի Հիսուս, փոխիր մեր մտածելակերպը, փոխիր մեր մտքերը, մեր տանջված այդ մտքերը, որ երբեմն մեզ Տեր իմ Աստված շեղում են քեզ երկրպագելուց, Հիսուս, մենք երկրպագում ենք միայն քեզ։ Երկրպագում եմ քեզ ամբողջ իմ մտքով, երկրպագում եմ քեզ իմ ողջ զորությամբ, Տերն ես դու իմ, Տերն ես դու իմ, երկրպագում երկրպագում եմ քեզ ամբողջ իմ մտքով, երկրպագում եմ քեզ իմ ողջ զորությամբ, Տեր ես դու իմ, Տեր ես դու Սիրով քո, շնորհքով քո, ողջ իմ